շարունակում ենք Python-ի խնդիրների դիտարկումը, այսօր թիմա դիտարկենք հետևյալ հետաքրքիր խնդիրը։ Ուրեմն ունենք հետևյալ message-ը, hello, ու այդ message-ը մենք պետքա ուղարկենք, հավաքենք եւ ուղարկենք առաջվա հեռախոսները, որոնք որ կոճակներով են։ Այդ կոճակներով ժամանակ մենք ունենք այսպիսի կոճակներ ու այս ամեն կոճակի տակ ինչ որ թվեր է, չէ՞, գրված։ Այս զույգի սրա մասին է խոսքը գրում։ Ես հիմա ստեղծել եմ այստեղ dictionary-ին data անունով, որի մեջ այդ զույգերն են, այսինքն օրինակ երկու կոճակի տակ ներքո թաքնված էր A, B, C։ Ու հիմա եթե օրինակ ուզում եի C-ով սկսվող ինչ որ բան գրեի, ես երկու անգամ, երեք անգամ C էի սեղմում։ Կամ եթե օրինակ ուզում եմ hello world հավաքեմ, ուրեմն տեսեք hash-ն է, չէ՞, առաջինը։ Ուրեմն նո ստեղ ենթադրենք մեծատար փոքրատարերը կապ չունի։ Ուրեմն hash-ը ոնց է անում։ Hash-ը հավաքելու համար, տեսեք hash-ը այստեղ է գտնվում, իսկ hash-ը հավաքելու համար ես պետք է երկու անգամ 4 սեղմեմ։ Հետո in պետք է հավաքեմ։ In հավաքելու համար in այստեղ է, պետք է երկու անգամ 3 սեղմեմ։ L-ը հավաքելու համար ես պետք է 3 անգամ 5 սեղմեմ։ Ու հիմա խնդիրն ասում է այդ, ասում է օրինակ hello-ն հավաքելու համար։ Դու որ թվից քանի անգամ պետքա սեղմես։ Տեսեք 2 անգամ 4-ը, այս ընդհանրապես hash-ի համար է։ 2 անգամ 3-ը այստեղ ներկայացված։ Դա ընդհանրապես i համար է։ L-ի համար ասեցինք, որ 5 էր պետք, բայց քանի որ 2 հատ L է, տեսեք այդ 5-երի քանակը 6 հատ է։ Եվ այդպես շարունակ։ Space-ը բանը ստորակետը սրանք անում են ուներ իրենց համապատասխան սիմվոլն այստեղ։ Մեզ պետք է այդ ամեն ինչ անել, այսինքն ներմուծում է ինչ-որ message, ու պետք է ասենք այդ message-ի համար որ թվից քանի անգամ պետք է սեղմենք։ Անցնենք այս խնդրի իրականացմանը։ Նախ եւ առաջ ուրեմն եկեք message-ը որ ներմուծվում է, հա, ծրագրի աշխատանքի ընթացքում, այսինքն տեքստը ինքը հավասար է input։ Սա այն message-ն է, որը ծրագրի աշխատանքի ընթացքում ներմուծվել է։ Հիմա մենք պետք է այդ message-ի համար ստանանք այս թվերը։ Նո այստեղ այս թվերը ես կարող եմ որպես ամեն մի թիվ մի հատ սիմվոլ դիտարկեմ, այդպես առաջնորդում, որտեղ տեսեք միանիշ սիմվոլներն են այստեղ նշված, հա։ Ուրեմն ոնց ենք վարվում։ Վարվենք հետևյալ կերպ, result-ը գրեմ, որը ի սկզբանե դատարկ string է։ Ինքը իր մեջ ոչ մի բան չկա, այս բանը դատարկ է։ Ուրեմն ես հիմա պետքա for-ով պատտվեմ իմ այս input-ի վրա, տեսեք այս տեքստը որ կա, այս input-ի միջոցով տեքստը ներմուծում է։ Ես պետքա for-ով այս տեքստի վրա պատտվեմ, որ ամեն մի սիմվոլի համար հասկանամ։ Ուրեմն for lm in text։ Այսինքն հիմա երբ դրա մեջ պատտվեցի, այսինքն ես ամեն մի սիմվոլը վերցրեցի։ Հիմա պետք է այդ ամեն մի սիմվոլը որ վերցրել եմ, պետք է դա իմ dictionary-ի մեջ գտնեմ։ Հիմա մի հատ էլ loop գրեմ եկեք։ Այստեղ իր մեջ for, ուրեմն loop գրենք banal-in k in data։ Data-ի մեջ պատտվում է։ Ուրեմն հիմա տեսեք k data-ի մեջ պատտվում է, այսինքն ամեն անգամ վերցնում եմ dictionary banal-ով ու սկսում եմ իր value-ները դիտարկել, չէ՞։ Ու ստուգելու եմ։ Հիմա նայեք, վերցնել եմ lm-ը ու ստուգեմ։ Ինքը dictionary այստեղ է գտնվում, այս մասում է գտնվում, չգիտեմ, այս մասում է գտնվում, այս թե որ մասում։ Ու ոստրա հասկանանք ինչ պետքա բարվեմ։ Դա ստուգելու համար ասում եմ հետևյալ կերպ։ Եթե lm-ը ուրեմն in data k, ապա այդ դեպքում հեսա կասեմ ինչ ենք անում։ Data k-ն ինչա մեզ տալիս։ Ուրեմն data-ն դա մեր dictionary-ն է, key-ի միջոցով ես ստանում եմ այդ դրա value-ն, այդ բանալու value-ն, այսա։ Այստեղ key փոխանք կարենք ամեն ինչ գրենք, հա, որտեվ զուտ որ բանալի է իմաստով դրա համար այդ եմ գրել։ Ուրեմն տեսեք, եթե lm-ը կա դրա մեջ, այսինքն ենթադրենք hash-ի համար, ես hash-ը գտա, որ ինքը այստեղ է գտնվում, չէ՞։ Այդ դեպքում ինչ պետքա անեմ։ Պետքա result-ին գումարեմ, result-ին գումարեմ, result-ի նախկին արժեք, string-ը հիշենք, գումարած, այս ինչա, result-ը հավասար է։ Result-ի նախկին արժեք գումարած, ուրեմն ինչ է result-ի նախկին արժեքին գումարում։ Գումարում եմ key-ին, այսինքն եթե այստեղ է գտնեմ, պետք է գումարեմ 4-ը, չէ՞, 4-ը, բայց 4-ը պետք է բազմապատկեմ, թե օրինակ hash-ը եթե այստեղ երկրորդ դիրքում, ուրեմն պետք է բազմապատկեմ 2-ով։ Hash-ի ինդեքսը այստեղ 1-ն է, որտեղ համարակալումը մեր մոտ ծրագրավորման մեջ սկսում է 0-ից, բայց ես պետք է բազմապատկեմ 2-ով։ Իսկ դա ոնց եմ իրականացնում, այսինքն ես պետք է գտնեմ իր ինդեքսը, ինդեքսին գումարեմ 1-ը։ Իսկ իր ինդեքսը ոնց գտնեմ։ Ինքը իմ data-ի, ինքը իմ, այսինքն բազմապատկում եմ հետևյալ կերպ, data-ի key-ում է, չէ, գտնվում, key-ով ստանում եմ ինդեքս, այսինքն data key-ին, այսինքն դա այն բանն է, value-ն է, որտեղ որ ինքը գտնվում է։ Դրա վրա կանչած, ուրեմն index, ում ինդեքսն եմ փորձում փնտրել։ Փնտրում եմ ես lm-ի ինդեքսը, որը որ search-ի անում, եւ այս արժեքին գումարում եմ 1։
Վերջ, այսքանն է։ Հիմա եկեք մի հատ լավ նորից հասկանանք սա ինչ է անում։ Տեսեք, print result։ Ուրեմն տեսեք ոնց է սա աշխատում։ Result-ը, որի մեջ ես ձևավորել եմ այս թվային հաջորդականություն, սա ոնց եմ ձևավորում։ Ուրեմն ես վերցնում եմ n սիմվոլը LM-ի միջոցով, որը որ ես այստեղ ներմուծեցի։ Ամեն մի սիմվոլ վերցնում եմ։ Ենթադրենք վերցնում ենք hash-ը։ Hash-ը վերցնում եմ։ Ուրեմն ես key-ով պատտվում եմ այս իմ dictionary-ի վրա, այսինքն այսպիսի զույգեր նայում եմ։ Ուրեմն տեսեք սա ինչա գրված։ Եթե LM-ը այդ մի հատ սիմվոլը, որը որ string-ից ես վերցրել եմ, ինքը data key-ում է, data key նշանակում է հետևյալը, այսինքն եւ value, data key-ով ստանում եմ ես value։ Եթե ինքը այս value-ներից ինչ որ մեկում է, այստեղ string-ներ է, տեսեք, LM-ը մի հատ x սիմվոլ է, իսկ data key-ն ինքը սիմվոլներ է, այս զույգերն են, այս բաներն են, string-ներն են։ Եթե ինքը դրանից ինչ որ մեկում, օրինակ ինքը այստեղ է, չէ՞։ Այդ դեպքում վարվում եմ հետևյալ կերպ։ Result-ին գումարում եմ։ Result-ի նախկին արժեք գումարած, նո այստեղ 4 չէ։ 4-ի փոխարեն պետք է գրեի բան key։ Քին ինքը տալիս է այս դեպքում, մեր դեպքում առաջի դեպքում տալի է 4, որտեղ տեսեք քին 4-ն է։ Ուրեմն 4 անգամ hash-ը այս տողում որ դիրքում է գտնում, երկրորդ դիրքում է, չէ՞ գտնվում, որտեղ ես երկու անգամ եմ hash սեղմելու, բայց ծրագրավորման լեզվով դրա համար +1 եմ անում։ Ես գտնում եմ իր ինդեքսը 1-ն է, չէ՞, իր ինդեքսը գտնում եմ հետևյալ կերպ։ Data key-ը կտա սա, դրա վրա կանչում եմ index ու hash ինդեքսն եմ ման գալիս, այսինքն LM ինդեքսն եմ ման գալիս։ Այսինքն սա կտա մեզ 1 գումարած 1։ Եվ այդպես արդեն արժեքը վերագրում ենք result-ին։ Եկեք աշխատացնեմ սա։ Ասում եմ ներմուծի ինչ որ message։ Ուրեմն հա, եկեք սա մեծատար ներմուծեմ, որտեղ իմ մոտ մեծատար է, այս հարցը կկարգավորեմ։ Essence hello space word։ Ստորակետ է մեզ մոտ կա, լավ, ստորակետ։ Դ ուս բացականության նշան։ Տեսեք թվային հաջորդականությունը ստացանք, որը ըստ էության մեր նույն վերևի գրվածի հետ համընկնում է։ Հիմա որ ես ներմուծելուց չանհանգստանամ մեծատարը ներմուծում թե փոքրատար, եկեք այս input-ը որ ներմուծեցի, դա վրա upper կանչեմ, որ ինչ ուզում ես դու ներմուծի, ես մեծատար կսարքեմ, որտեղ իմ մոտ այդ ամենը մեծատարով է սարքած։ Հիմա եկեք essence copy անեմ։ Ու այդ փոխանցեմ իրան հանգիստ։ Եվ հա տեսեք այն արժեքն է, որը որ մենք այստեղ պատասխանում ունենք։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի համար, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։